մենք բարձում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը։ Եթե 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակը տոնելու համար հանրահավաք էր հրավիրում եւ երկխոսության կոչ անում, նույնիսկ իր ընդդիմախոսներին, ապա 3 քվեարկության արդյունքները դեռ չամփոփված նա հայտարարեց իր հաղթանակի մասին եւ սպառնաց ընդդիմությանը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն։ Իրենց 3 լիդերներով, ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ Ես հիմա չեմ ուզում արաբգիրի բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու եմ։ Բայց սպառնալիքներից առաջ վարչապետը սաղմոս ընթերցեց։ Աստծունն է զորությունը եւ քոնն է Տեր ողորմությունը։ Դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր մեղքերի։ Սաղմոս ընթերցելու եւ ընդդիմությանը սպառնալու արանքում Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել. քաղաքացիական պայմանագիրը հաղթել է, միանձնյա կառավարություն կձևավորի։ Գործադիրի ղեկավարն այս պնդումն արեց այն նույն պահին, երբ ընտրական հանձնաժողովը հասցրել էր ամփոփել քվեարկության արդյունքների միայն մի փոքր հատվածը։ Սակայն պաշտոնական տվյալների բացակայությունը ոչ մի կերպ չկաշկանդեց Նիկոլ Փաշինյանի թիկունքում հավաքված ՔՊԱ-ականներին ծափերի ներքո եզրահանգել։ Ի տարբերություն 2021-ի 3 իր հաղթանակի մասին հայտարարած Փաշինյանը հանրային համերաշխության ընդդիմախոսների հետ երկխոսելու պատրաստակամության մասին չխոսեց։ Բանտ ուղարկելուց բացի սպառնաց նաև ունեզրկել ընդդիմախոսներին։ Այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով եւ քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով եւ ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են եւ պիտի նրանք պետք է գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որպեսի նրանց բանտ նետելու իր ծրագիրը չտապալվի, դիմեց նաև դատական իշխանության ներկայացուցիչներին։ Բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է, նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետքա չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է մենք խնդրեմ ունենք դատաիրավական համակարգի հետ եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով։ Քաղաքացիական պայմանագիրն ի դեպ այսօր հանրահավաք էր ծրագրել։ Ամեն դեպքում քաղաքապետարանին իրազեկել էին դեռ քարոզարշավից առաջ։ Հրապարակում այսօր ոչ մի հանրահավաք տեղի չունեցավ։